Sure. Okay. Բարև ձեզ։ Ուզում եի հարցնեի բարև մենք։ Հակառակ չբարև ես հարցրավ ակամից։ Հա, ուզում եի հարցնեի բարև։ Ուզում եի հարցնեի երբ ես վերջի անգամ ջղայնացել։ Շատ շուտ, երևի մի 2 տարի կլինի, որ ջղայնացած չկամ, եթե չհաշվենք գործի տեղի մանր-մունր բաները։ Այսինքն դու 2 տարի դու նկատի ունես ջղայնություն չես զգացել, թե չես արտահայտել։ Ես ջղայնություն զգում եմ, ես ջղայնությունը արտահայտում եմ, բայց ինքը ինձ չի ղեկավարում, ոնց որ մնացածին։ Հիմա մի քիչ դժվար հասկանաս ինչ նկատի ունեմ, հեսա որ sense խոսանք գնանք առաջ կհասկանաս։ Ես մարդ եմ, ես էլ եմ էմոցիա զգում։ Բայց նկատի ունեմ, որ ինքը ինձ չի կառավարում։ Ես մի շաբաթ այդ բարկությունը մեջս չեմ պահում, ես դրա պատճառով կռիվներ կամ ինչ որ sense տեսարաններ չեմ ստեղծում, ոնց որ առաջ էր։ Ու նման բաներ դիքը։ Այսինքն այն ժամանակ կոմոդ ջղայնությունը շատ խիստ արտահայտված է եղել։ Չէ, դե հիմա էլ արտահայտված։ Հիմա եթե էլի գործի բերումով ասեմ, որ եթե ինչ որ մեկը ջղայնացնում է, ես ասում եմ, որ այս բանը sense չի, sense պիտի անես կամ sense պիտի անես։ Բայց ես դրանով չեմ ապրում, էլի, մի քիչ ուրիշ է։ Okay, մի քիչ չհասկացա, բայց հենց այդ դրանից ելնելով էլ, որ ոնց ես դու արտահայտում քո ջղայնությունը կամ ինչի են ինչ որ մարդիկ լացում ջղայնությունից։ Ինչ ես կարծում։ Ինչ որ մարդիկ ուղղակի լռում են ու չեն շարունակում։ Այն որ այնքան ջղայնացած ես, որ այնքան ջղայնացած ես, ասում ես լավ ու չես խոսում էլ։ Խոսելը չի գալիս։ Ինչի՞ է տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև արտահայտվում։ Որովհետև մարդը չի ապրում իրական աշխարհում, ոնց որ շատ եմ սիրում ասեմ, այլ ապրում է իր պատկերացումների աշխարհում։ Մեկի պատկերացումների աշխարհում ջղայնանալը է տենց գորգորալ տալ, ջարդել, փշրելն է, մեկի պատկերացումներով էդի գնալ նստել միտեղ լացելն է։ Չարտահայտելն է, մեկին կարելի է իր զգացմունքները ցույց տալ, մեկին չի կարելի։ Այդ բանից է, չէ, երևի գալիս։ Ես ոնց պատկերացնում եմ մարդը ջղայնանալ սովորում է ծնողներից։ Չէ։ Ջղայնությունը արտահայտել, sorry։ Այսինքն ինքը ոնց տեսնում է, որ տանը ջղայնությունը արտահայտում են, այտենց էլ ինքը արտահայտի, չէ՞։ Հա, բայց դե հենց խնդիրը մենակ ջղայնություն արտահայտելը չի։ Այստեղ խնդիրն այն է, թե ինչից է այդ ջղայնությունը առաջանում մեջդ։ Կապ չունի ինչից, ես մտածում եմ կապ չունի ինչից է առաջանում, միշտ եթե բան ես, ոնց ասեմ։ Նայ, սպասի։ Ասա, լավ։ Նայ։ Ես մասը մի հատ երկար միտք եմ ասում։ Դավայ։ Ու ինձ թվում է դու կջղայնանաս։ Okay։ Կամ կներվայնանաս, լավ։ Ջղայնանալը մի քիչ ավելի վերևին մակարդակա։ Այսինքն, նայ, ես մեծ հույս ունեմ, որ այս վիդեոից հետո, որ նայի, ինքը վաղը կարթնանա մի հատ անենց կյանքի մեջ, որտեղ որ ընդհանրապես չկա անհանգստություն, չկա բարկություն ու իր վրա ոչ մի բան չի ազդում։ Որովհետև, դες զարմացար, որովհետև մարդը չի ապրում իրական աշխարհում ու ապրում է իր պատկերացումների աշխարհում, իր արձագանքների աշխարհում, թե ներսի, թե դրսի, այսինքն ինքը ինչ մտածեց, ինքը իր մտածածին ոնց է արձագանքում ու ինչ իրադարձություն եղավ, դրան ոնց է արձագանքում։ Ամեն մեկս տարբեր ենք մեր պատկերացումների մեջ, հասկացար։ Ու դրա հիմնական մեղավորը մեր մտածողությունն է։ Ճոգիր։ Որովհետև մարդուն ոչ թե ցավա պատճառում, մարդուն ոչ թե ջղայնացնում է հենց իրադարձությունը, այլ այն, թե ոնց է ինքը իրան այդ իրադարձությունը մեկնաբանում։ Okay, հա։ Հասկացար։
որտեվ ու ըտերից ելնելով գալիս ենք մի հատ մտքի, որ ոչ մեկ քեզ չի կարա նեղացնի, ոչ մեկ քեզ չի կարա վիրավորի, դու ես մենակ քեզ նեղացնում, դու ես մենակ քեզ վիրավորում։ Էմոցիաները քո ներսի գտնվում է մենակ քո ներսում։ Ոչ մեկ չի կարա քո մոտ էմոցիա առաջացնի, եթե դա դու չես ուզում։ Դու ես ստեղծում քո էմոցիաները, հասկացա՞ր։ Ես ավելի շատ կասեմ, որ ինչ որ մեկը տալիս է քեզ ինչ որ էմոցիա, դու ընտրում ես ինչ անես այդ էմոցիայի հետ։ Չէ, ինչ որ մեկը ստեղծում է մի հատ իրադարձություն քո հետ կապված։ Դու այդ իրադարձությունը ինքդ քեզ մեկնաբանում ես։ Այդ մեկնաբանության հիման վրա ունենում ես մտքեր, այդ մտքերի հիման վրա ունենում ես էմոցիաներ ու կատարում ես նոր գործողություններ։ Հասկացա՞ր։ Այսինքն փակ շղթա է։ Նայ, իրադարձություն, մտածողություն, ռեակցիա։ Դու ուզում ես ասես, որ օբյեկտիվ էմոցիաներ չկան, այսինքն։ Էմոցիաներ կան, Ինձ վիրավորես, ասալա։ նայ, էմոցիաներ կան, էմոցիաները ոչ դրական են, ոչ բացասական, էմոցիաները ունեն ազդանշանային բնույթ։ Իրանք ինչ որ մի բան քեզ ուզում են հաղորդել։ Հասկացա՞ր, եթե ջղայնացած ես, դա հիմնականում նրա մասին է, որ դու քո տեղում չես կամ ինչ որ մի բան չի բռնում իրար։ Եթե ասենք նեղված ես, դա ազդանշանա, որ սպասելիքներ ունեիր, որը որ չի արդարացել։ Իրանք ոչ բացասական են, ոչ դրական։ Իրանք կան, իրանք անխուսափելի են, մարդ ենք, ապրում ենք, մենք իրանց զգալու ենք։ Իսկ այդ ինչ չափով ես դա կզգամ ու ոնց դրա հետ կապրը, այդ արդեն ամեն մեկը ինքն է ընտրում։ Okay։ Հասկացա՞ր այդ բանը։ Այդ ընտրությունը արդեն։ Այդ արդեն ընտրություն է։ Ես կարամ ինչ որ մի բանից ջղայնանամ, դա տևի 5 րոպե իմ ջղայնությունը ասենց ցույց տամ կամ ցույց չտամ անցնի գնա, մեկը կարա ջղայնանա ու տարիներով դա մեջը պահի ու հա թե իրան, թե դիմացինին այդ ջղայնության խաթր քլնգի։ Այդ արդեն ամեն մեկը։ Ես կարդում էի ջղայնությունը տևում է երևի մի 20 վայրկյան։ Հա։ Իրական։ Ու որ մենք երկար ենք ջղայնացած մնում, այդ նրանից է, որ մենք այդ սցենարը անընդհատ ուղեղներիս մեջ կրկնում ենք։ Բայց իրական ջղայնությունը 20 վայրկյանից անցնում է ինչ-որ։ Հա։ Բայց այդ հարցից ոնց որ չես պատասխանում։ Որ հարցին։ Ինչի են որոշ մարդիկ լացում, ինչի են որոշ մարդիկ գոռում, ինչի են որոշ մարդիկ ջղայնանում, լռում ջղայնությունից։ Որտեւ իրանց պատկերացումների մեջ ջղայնանալը այդ տեսքն է։ Արդենք նայ, ծնողական ընտանիքում հերն ու մերը կռիվ են արել, հերը ջղայնացել է, մերը սոս մնացել է, գնացել է ինչ-որ միտեղ նստել է։ Չէ, այդ արդեն երեխու մեջ ձևավորվեց ըհը սենց է, արձագանքը սենց է, ռեակցիան սենց է, всё, ես պիտի տենց անեմ։ Մի ուրիշ ընտանիքում էլի տենց ինչ-որ մի հատ տհաճ իրավիճակ եղավ, մեկը մեկի վրա սկսեց գոռալ, երեխան ընդունեց, всё, եթե սենց է, ուրեմն սենց է։ Էսի ինձ համար մոդել է, ես մոդելով պիտի շարժեմ ու տենց առաջ գնամ։ Դա շատ ինդիվիդուալ հարց է, էլի։ Բայց ես մտածում եմ, որ ջղայնությունը զգալը միշտ պետք է։ Այսինքն, երբ որ դու ջղայնացած ես, դու պետք է քեզ խոստովանես, որ դու ջղայնացած ես։ Անպայման։ Ասես, որ ես ջղայնացած եմ։ Մտածես, ինչից եմ ջղայնացած, ինչը հասցրեց ինձ այս վիճակին, բայց արդեն ջղայնությունը արտահայտելը, այդ սովորում ենք։ Այդ ընտրությունը, այդ ենք կարողանում կառավարել։ Այսինքն ջղայնությունը դու ուզես չուզես զգալու ես, թե դրանից հետո ինչ կանես, դա դու ես ընտրում արդեն։ Այդ ընտրությունը։ Ապրես։ Բայց մինչև ջղայնությունից հետո իմանաս ինչ ընտրություն ես անում, պետք է հասկանաս, թե ինչի է առաջանում։ Հա։ Պատճառահետևանքային կապը կարևոր է։ Դու հետևանքը ուզում ես ընտրես չիմանալով պատճառը։ Հենց լրիվ կարաս տարօրինակ ուրիշ բաներ ընտրես, էլի։ Հա։ Հասկացա՞ր։ Հիմա նայ, ես մի քիչ առաջ ասեցի իրադարձություն, մտածողություն ու ռեակցիա։ Այսի մի հատ շրջան է։ Ու ռեակցիայի մեջ մտնում է էմոցիոնալ արձագանք, մարմնական արձագանք ու վարքային արձագանք։ Ինչ-որ գործողության տեսքով, էլի։
Խոսքն էլ ավարքային, եթե ինչ, որ մենք իրար հետ խոսում ենք, մենք ինչ որ գործողություն ենք անում։ Հասկացա՞ր խոսքի բառը։ Հա։ Ու այդ ռեակցիայից հետո գալիս է արդյունք։ Գործողությունից հետո թե ուր հասալ, էլի։ Հիմա մի հատ հասարակ օրինակ։ Այս օրինակը կվերցնենք, որ սաղ կարենամ սրա վրա բացատրեմ, էլի ամբողջը։ Այդ տղեն ու աղջիկը մտնում են սրճարան։ Okay։ Հիմա մի հատ հարց, որ քեզ հարմար լինի, տղեն թե աղջիկը, մենակ էսի ասա ու վсё։ Ում ենք ընտրում, տղուն թե աղջիկան։ Ջղայնացող։ Չէ, պրոստը ընտրի կամ տղա կամ աղջիկ։ Աղջիկը։ Նայ, տղեն ու աղջիկը մտան, ասենք ինչ որ մի հատ սրճարան իրար հետ սուրճ խմելու։ Իրանք ենթադրենք 3 տարիա շփվում են իրար հետ։ Տղա մատուցողը մոտենում է, այս աղջիկը տղուն ժպտում է, բարևում է ու իրար հետ տենց խոսում են։ Հասկացար, հիմա այդ տղա ընկերոջ մտքերը պատկերացնում ես։ Չէ։ Ոնց կարող եմ ընկերուհին ուրիշի հետ ժպտա, ուրիշի հետ խոսա։ Դու ինձ ասեիր, որ տղան քյարթու է։ Հա, տղան քյարթու է։ Okay, հա։ Հասկացար, եղավ իրադարձություն, իրանք մտան ընկերուհին ժպտաց, եղավ մտածողություն, սահմանափակ, որ չպետք է իմ հետի աղջիկը մեկ ուրիշին ժպտա։ Եղավ ռեակցիա, ինքը բարկացավ, չէ, այդ պահին կարող է չարտահայտի, այդ մատուցողը գնա նոր այդ աղջիկա վրա սկսի գոռալ կամ ինչ որ ձևով իր դժգոհությունը արտահայտի։ Ու այդ դեպքում իրան եղավ բարկացավ այդ էմոցիա, սիրտը սկսեց արագ խփել այդ մարմնական, կարա դաժե հենց ձեռները խաչի կամ սկսի չխոսալ համարի, չէ, այդ վարքային մարմնական ու վարքայինն էլի։ Ու եղավ մի հատ արդյունք, որը որ իրանք իրար չհասկացան, մեկը մեկից տեղացան։ Էդ էլ էլի ինչ որ միտե նոր իրադարձություն է, որից էլի իրանք ինչ որ իրանց մտածողության հաշվին ինչ որ ենթադրություններ են անում, ունենում են էլի նույն ռեակցիաները ու էսի սենց անընդհատ ֆռում է։ Ոստե որ այդպես բաներ չլինի, արժե մտածողության վրա մտածած փոխած իրան։ Հասկացար։ Այսինքն այն ինչ էմոցիա զգում ես հանդիպելով իրադարձությանը, դա քո մտածողության հետևանքն է։ Ոչ մեկ քո զգացած էմոցիայի մեջ մեղք չունի։ Բայց մտածողությունը ո՞նց է ձևավորվում։ Էդի դե մտածողությունը ձևավորվում է փոքրուց։ Ես շատ եմ ասել ծնողական հրահանգներից, ծնողական ուղերձներից, պետքաներից, չպետքաներից, թույլատրություններից ու արգելքներից, հասկացար, ու դեից մարդու մոտ ձևավորվում է իր անձնական պետքա պիտի ինչ որ չափանիշներ, որ պիտի աղջիկը իմ հետի սենց վարվի, ուրիշ ձև չպետք է վարվի, պիտի սենց անի, պիտի նենց անի, պիտի մատուցողի հետ չժպտա, պիտի գլուխը կախ մենակ ինձ լսի, պիտի մենակ իմ առաջարկած, ասենք կոֆեն խմի, պիտի մենակ իմ առաջարկած շորը հագնի, իմ առաջարկած տեղը գնա, եթե չէ, ինքը ոչնչություն է, ինքը լավը չի, ու ես իրավունք ունեմ իր վրա բարկանալու, որովհետև ինքը չի համապատասխանում իմ պահանջներին։ Ինձ թվում է այդ դեպքում տղան իրավունք էս ասցի քյարթու, դա մի քիչ Հա, կոպիտ էր վիրավորեցինք մարդկանց, բայց ոչինչ։ Տես մենք ասեցինք, չէ, լսի, մենք ասեցինք, եթե ինքը իր մտածողության մեջ համաձայն է, որ ինքը քյարթու է, ինքը հիմա դրանից նեղվել է։ Չէ, մենք հենց նոր ասացինք, որ եթե ինչ որ տղայի դուր չի գալիս, որ իր անկերուհին ժպտում է ինչ որ մատուցողի, ուրեմն քյարթու է։ Մենք հենց նոր այդ բնորոշումը տվեցինք ու դա սխալ էր, դա շատ դրուկ էր։ Լավ։ Հիմա ներողություն բոլոր այն տղաներին, ով չի սիրում, որ իրանց ընկերուհին ուրիշին ժպտա, ինձ թվում է այդ պահին տղան իրավունք ունի չղայնանալու։ Եվ ինքը տենց մարդ է, ինքը չի սիրում, որ իր ընկերուհին ինքը ունի իրավունք ուզենալու, որ իր ընկերուհին մենակ իրան ժպտա, ինքը ունի իրավունք չղայնանալու, բայց այդ թե ինքը այդ էմոցիաները ոնց կարտահայտի, այդ ընկերուհու սահմաններից կանցնի կամ կարող է երբ որ ինքը ուղղակի ասի ընկերուհուն, որ գիտես ես քեզ շատ եմ սիրում ու երբ որ ես տենց եմ, երբ որ դու ուրիշի ժպտում ես, ինձ հետ դուր չի գալիս, իմ
չգիտեմ, ինքնագնահատական անգնում կամ չգիտեմ, ինչ որ բաներ ասի, ընկերուհին իրան հասկանա ու սկսի էլ ոչ մեկին չժպտալ։ Հիմա ինքը շատ աբսուրդ իրավիճակ է, բայց երբ որ ուզում ասեմ, ոչ մեկս չենք կարա ասենք, որ այդ տղան իրավունք չունի ջղայնություն զգալու այդ պահին։ Եթե ինքը զգաց ջղայնություն, ուրեմն ինքը ունի իրավունք ջղայնանալու։ Հարցը այն է, թե ինքը այդ պահին կհելնի ընկերուհու վրա կգոռա կամ չգիտեմ ինչ կանի, կամ կխփի հեռու տնից տեղից կամ չգիտեմ։ Նայ, հեռու տնից տեղից ոչ մեկ, բեր սենց ասեմ, մարդը քո իրը չի, մարդը օբյեկտ չի, մարդը իրավունք ունի, խոսա, ժպտա, քայլի, ինչ ուզում անի, ոչ քո թելադրանքով։ Վերջ, եթե ինքը քո ընկերուհին է, ինքը չի նշանակում, որ քո իրը դարձավ, քո առարկան դարձավ, ու որ դու ոնց ուզես ինքը պետք է տեն շարժվի։ Ես համաձայն եմ, բայց ես նաև ասում եմ, որ տղան իրավունք ունի այդ պահին ջղայնություն զգալու։ Ով ասե։ Ինքն էլ է մարդ, ինքը իրավունք ունի զգալու։ Ինքը այդ պահին իրավունք ունի ջղայնություն զգալու, խանձ զգալու, ամեն մի էմոցիա ինքը այդ պահին իրավունք ունի զգալու, բայց թե ինքը այդ ոնց կարտահայտի, այդ արդեն ընտրություն է իրա։ Նայ, մի հատ շատ վատ միտք եմ ասում։ Ուշադիր լսի։ Այն անհանգստությունը, որը երեխան ունեցել է փոքր ժամանակ, երբ նրա էմոցիոնալ կարիքը ամուր կապ ունենալու ծնողի հետ նորմալ չի եղել, ու այդ կարիքը չի բավարարվել, դա ստիպում է նրան 40 տարեկանում անի ամեն ինչ, որ դիմացինին վերահսկի ու կառավարի։ Լսի, դիմացինդ մարդ է, դու ընդհանրապես իրավունք չունես իրան ինչ-որ բան արգելես կամ թողաս։ Կապ չունի ինքը քուկին, քո մասին չեն խոսում, ընդհանրապես եմ ասում։ Մենք չենք հասկանում, նայ, նորից եմ ասում։ Տղան, չգիտեմ ով է, Արամ ջան կներես։ Սպասի, Արամը լավ ամն է, սպասի։ Վահրամը, ասա։ Վահրամը իրավունք ունի այդ պահին ջղայնանալու, իրա մեջ նստած տեղը, երբ որ ինքը իր ընկերուհուն մոտեցան ու ընկերուհին ժպտաց կամ ֆլիրտ արեց այդ տղային։ Ինքը իրավունք ունի իրա մեջ ներվայնանալու։ Դու չես կարա իրան ասես դու չպետք է ջղայնանաս։ Ինքը այդ էմոցիան իրավունք ունի զգալու։ Հիմա ինքը կարող է ինչ որ մշակույթներում իրավունք ունի հելնի այդ ընկերուհու վրա գոր կռա, ինչ որ մշակույթներում ցենը մի փոքր բարձրացնի, չգիտեմ ինչ կլինի, բայց ինքը իր մեջ այդ էմոցիան ինքը իրավունք ունի զգալու, մենք չենք կարող իրան ասենք դու մի զգա այդ էմոցիան։ Ինքը կարող է այն մարդն է, որը որ այդ պակասը ունեցել է ծնողական։ Հիմա ինքը մեղավոր է, որ ինքը այդ մարդն է ու ինքը զգաց այդ էմոցիան։ Հա, մեղավոր է այնքանով, որ այդ ծնողական պակասը եղել է այն ժամանակ ու այնտեղ, իսկ հիմա ինքը ապրում է այստեղ ու հիմա, ու ինքը ունի ընտրության իրավունք, որ չապրի այնտեղ ու այն ժամանակ, այլ ապրի հիմա ու այստեղ։ Ու էլ եմ ասում, իրա բարկանալու մեղավորը մենակ ինքն է, թե ինքը իրան ոնց է մեկնաբանում իրադարձությունը։ Եթե իր ընկերուհին ժպտաց ու ինքը մեկնաբանեց, որ չպետք է իմ ընկերուհինա դրա համար, ինքը բարկանալու է, բայց այտենց մտածելը սխալ է։ Հասկացա՞ր։ Իմ ասելիքը դա։ Ինքը բարկանում է, որովհետև իրադարձությունը մեկնաբանում է այնպես, ոնց որ ինքը գիտի, սովորա, հարմար է, ինքը մտածում է, բայց այդ մտածողությունը իրան լավ տեղ չի տանում։ Թեման լրիվ փոխվում, բայց չեմ կարող հետդ համաձայնեմ, որ Այդ շատ լավ է։ Ոնց որ մարդիկ տարբեր են, մարդիկ լինում են խանդոտ եւ ոչ խանդոտ։ Չես կարող ասես խանդը սխալ է։ Չես կարող ասես ջղայնանալը սխալ է։ Հա, դա հարաբերություններին օգուտ չի բերում։ Այսինքն ոչ օգտակար է։
Չեմ համաձայնում հետդ։ Ինչի՞, ջղայնանալը դիմացինի վրա հարաբերություններին օգտաբերում։ Ոչ թե վրա ջղայնանալը, այլ ջղայնություն զգալը։ Ջղայնություն զգալը իմ կարծիքով շատ թերագնահատված էմոցիա է։ Մարդկանց պետքա թույլ տան երբ որ օրինակ երեխան ջղայնություն ազգում, որովհետև իր տիկնիկը վերցրել են տվել են ուրիշին, ինչ որ մի բան իր շուրջը նենց չի, ոնց որ ինքը կուզեր, իր դուրը չի գալիս։ Ջղայնությունը մեզ ցույց է տալիս, որ մի բան կատարվեց, որ այդ պահին մեր դուրը չի գալիս։ Ապրես։ Բայց այդ չի նշանակում, որ դա պիտի համապատասխանի քո ցանկություններին։ Ինչ է։ Նայ, երեխային թողնենք մի կողմ, երեխեքը մի քիչ ուրիշ աշխարհում են ապրում, մենք մեծերս մի քիչ ուրիշ աշխարհում ենք ապրում։ Okay. Այդ տղեն այն պատկերացումով, այն մտքով մտե սրճարան, որ իր ընկերուհին չպետի ժպտա ուրիշ տղու։ Իր պատկերացմասի։ Նայ, ուրիշ բան եմ ասում։ Իր սպասումներն է, իր ակնկալիքներն է այդ աղջկանից, որ այդ աղջիկը ոչ մեկի չժպտա։ Այդ իր ներքին պատկերացումներն է հարաբերությունների մասին։ Մտան, աղջիկը ժպտաց, իրականությունը չհամապատասխանեց իր պատկերացումներին։ Դրա համար ինքը բարկություն ազգում։ Ջղայնանում է կամ թափում է այդ ջղայնությունը աղջկա վրա կամ չի թափում, այդ չի հարցը։ Բայց այն որ դու պիտի հասկանաս, որ քո պիտիները ու պարտավորները ոչ մեկին չի հետաքրքրում, դա մենակ քո գլխի տառականներն է։ Ու դրա պատճառով ես դու կամ ջղայնանում, կամ ներվայնանում, կամ նեղանում, կամ եւ այլն, դրա մեղավորը մենակ դու ես։ Որտի պետք չի գցել դիմացինի վրա, հասկանում ես ինչ եմ ասում։ Լրիվ հետդ։ Ես չեմ ասում պետք չի զգաս բարկություն կամ ջղայնություն։ Okay, все. Բայց դրա պատճառը քո պատկերացումներն են, էլի, քո մեկնաբանություններն են։ Դե հա։ Իսկ եթե դու հասկանում ես, որ տարբեր փուլերի մեջ ապրես, իսկ եթե դու հասկանում ես, որ դիմացինդ քո ընկերուհին է, ինքը մարդ է, ինքը իրավունք ունի ում հետ ուզում է խոսա, ում դեմքին ուզում է ժպտա, ու ուզում է իրավունք ունի գնա, ինքը մարդ է, ինքը սուբյեկտ է, օբյեկտ չի, առարկա չի, որ դու իրան վերցնես դնես այն կողմ։ Այդ դեպքում ինքը ինչ էլ անի, քո արձագանքը համեմատած հանգիստ է ալնելու։ Որտեղ դու գիտակցում ես, մարդը կարա ժպտա։ Դե արդեն ուրիշ թեմա է։ Չէ։ Կարող է այդ տղան հավատում է, որ ինքը դիմացինը հավատում է, որ նա ընդունում է, որ դիմացինը մարդ է եւ այլն, բայց ինքը այնքան ցածր ինքնագնահատական ունի, որ իր ընկերուհու մի հատ աչք կամ մի հատ ձախ նայել է, իր ինքնագնահատականի վրա շատ ուժեղ ազդում է, ինքը մտածում է, «Վсё, ես վատն եմ, ինձ չի նայում»։ Հա, կարա լինի, բայց այդ աղջիկը ինչով է մեղավոր։ Մեղավոր չի, ուզում եմ ասեմ, դա տարբեր պատճառներից կարա քյարթու չլինի, էլի, ուզում ասեմ, որ Չէ, հա, հələ էտես էփում մեծ է։ Նորմալ է։ Ուղղակի ցածր ինքնագնահատական ունեցող նեո քյարթու է, կամ չգիտեմ։ Նայ, ինքնագնահատականը ցածր ու բարձր չի լինում։ Ինքնագնահատականը լինում է անկայուն ու կայուն։ Վերջ։ Հա, օքեյ, լավ։ Բարձր ինքնագնահատական ունեցող մարդը մեծամիտ մարդն է։ Ես ամեն ինչ գիտեմ, ես շատ լավ գիտեմ, ես եմ սովորացնում, ոնց ասում եմ, տենց արեք։ Ցածրն էլ ես չգիտեմ, ինձ սովորացրեք։ Իսկ կայունի համար մեկ է։ Հասկացա՞ր։ Ես գիտեմ, կուզենամ սովորեմ։ Տենց։ Դա էլ կլինի, հա, չէ, ինձ համար ելքը որպես այդպեսին մեկ է, կամ դրական կլինի, կամ բացասական կլինի, այդ ոչ ինձ ավատը սարքում, ոչ քեզ ավատը սարքում։ Ինչ որ մի հատ իրադարձության ավարտը։ Հասկացա՞ր ինչ նկատի ունեմ։ Իմ ինքնագնահատականը հաստատում է, ես իմ արժեքը չի կայանում նրանում, որ այսօր podcast-ը էս պիտի իդեալական անցնի։ Եթե իդեալական չանցավ, էսի շատ վատ podcast է, ես էլ ոչնչություն եմ աշխարհի ամենավերջի մարդն եմ, իրավունք չունեմ հաջորդ անգամ podcast նկարելու։ Հասկացա՞ր, դա ցածր ինքնագնահատականն է։ Բարձր ինքնագնահատականը, որ այս podcast-ը պետք է ամենալավն լինի, ես ամեն ինչ պետք է հիմի անեմ, որ ամենալավն լինի, բոլորն են այն ասեն, ջան, վերջապես մենք շատ աշխարհի ամենալավ podcast-ը գտանք լսեցինք։ Դի բարձրն է։ Իսկ նորմալ ինքնագնահատականը կայուն է։ Այս podcast-ը հիմա ձայնագրում ենք, կլսի 10 հոգի, թե 1500 հոգի, թե 5000 միլիոն հոգի,
ընդհանրապես կապ չունի։ Ես ու դու շատ լավ ժամանակ ենք անցկացնում, իրար հետ զրուցում ենք այն թեմաներից, որը մեզ հետաքրքիր է, վերջ։ Ինքնարտահայտվում ենք։ Հա։ Հասկացա՞ր։ Գիտես ինչ էի մտածում, որ մեր առաջի թեման ամոթն էր։ Ամոթը ոնց որ ավելի ներս գնացող էմոցիա է։ Իսկ այսօրվա թեման ջղայնությունն է, ջղայնությունը ավելի դուրս գնացող էմոցիա։ Ոնց որ ամոթը ասում է ինչի իմ հետ են չի, ու դու ամոթ ես զգում։ Ու ջղայնությունը ասում է ինչը այն իմ շուրջը են չի, շուրջս ինչ-որ բան է սխալ չի գալիս։ Ջղայնությունը ասում է ես գիտեմ ոնց պետք է լինի, ուսավդ պետք է տենց անենք, եթե տենց չարեցիք, ուրեմն դուք վատն եք։ Ու ես ամեն ինչ անելու եմ, որ դուք տենց անեք։ Ну, կարա մարդը ինքը իր վրա ջղայնանա։ Հա, դե ասեցի չէ, ներքին ու արտաքին։ Թե հələ դրան չեմ ասել։ Չես ասել։ Չէ, ասել եմ։ Երբ ես ասել։ Որ այս վիդեոն նայելուց հետո մարդը կարթնանա ու այն անհանգստությունը, այն բարկությունը, որը որ ունի թե ներսում, թե դրսում, մի քիչ կլինի։ Որտեվ կհասկանա իր բարկանալու պատճառները որտեղից է գալի, դրա վատ, ոչ թե վատ, սխալ մտածողության հետևանքն է, վերջում ես մի հատ վարժություններ կասեմ, մետի կանեն, որ այդ սխալ մտածողությունը հասկանան, թե ինչն են սխալ մտածում ու ոնց անեն, որ փոխեն, որ սկսեն ավելի սխալ ու ճիշտն էլ չէ, արդյունավետ, օգտակար ու ոչ օգտակար, հա։ Սխալ ու ճիշտը մի քիչ շատ եմ կոպիտ ասում։ Հասկացա՞ր։ Հա։ Սխալ ու ճիշտ չկա։ Ապրես չկա, չէ։ Այսինքն մենք հիմա հասկացանք, որ այն էմոցիաները, ու կոնկրետ այս դեպքում բարկությունը, ջղայնությունը, ագրեսիա, մարդը զգում է հանդիպելով իրադարձությանը մենակ այն պատճառով, թե ինքը ոնց է մտածում, ինքը ոնց է մեկնաբանում այդ իրադարձությունը ինքը իրան, ինչ սպասելիքներ ունի, ինչ պետքարաններ ունի, ինչ գուշակություններ ունի ապագայի մասին, ես այսօր իրիկուն ընկերուս հետ գնալու եմ սրճարան ու ամեն ինչ լավ անցնելու, ինքը գլուխը կախնստելու իր կոֆեն խմի, հետո կգնանք քայլենք, հասկացար, ապագան սկսում է գուշակել։ Բայց մենք տենց հնարավորություն չունենք, հա։ Մարդը հակում ունի մտքեր կարդալու, իրան թվում է թե դիմացինը քո մտքերը կարդում է, այն որ նամակներ են տալիս իրար։ Այդ ամեն ինչը sense ձևավորվում է մի բան, որը որ դու այդ էմոցիաները զգում ես հենց քո մտածողության հաշվին, քո մտածողության շնորհիվ։ Հասկացա՞ր ես բա։ Էմոցիան լրիվ կապ չունի ինչ ես զգում։ Այսօր հիմա ջղայնությունից ենք խոսում, բարկությունից, կարա ուրախությունն էլ լինի, կարա տխրությունն էլ լինի, կարա նախանձն էլ լինի։ Իսկ նախանձը դա այդ այնա, երբ մարդը մտածում է, որ ինքը վատն է քան մյուսները, այդ իմ նախանձի հիմքն է, ու ուրիշների մոտ կա անենց մի բան, որոնք իրանից էտի վերցրել են ու ամեն գնով պիտի էտի հետ վերցնես։ Հա, ես ոնց մտածում եմ, ջղայնությունը ինքը դառնում է երկրորդական էմոցիա, այսինքն միշտ իրանից առաջ մի հատ էմոցիա արդեն դու զգացել ես, չգիտեմ, վախ, նախանձ, այնտեղ ինչ կարա լինի, մերժում, ամոթ։ Այդ են մանկական կարիքներն է, էլի որ ասեցի մի քիչ առաջ։ Ոնց որ դրանք զգում ես ու դրանց հիման վրա արդեն նոր ջղայնություն ես։ Իսկ ջղայնություն ինչ ես զգում, որովհետև այդ քո այդ կարիքը չի համապատասխանում իրականության հետ, հասկացա՞։ Այդ որ ասում էր 40 տարեկան, այդ օրինակ էր, չէ՞ ասում։ Հա։ 40 տարեկան։ Օրինակ կարա 90 տարեկան լինի։ Հա։ Հասկացար։ Սենց մի հատ բան։ Ասա, թե ասա։ Սենց մի հատ բան եմ գտել, ասացվածքի նման բան։ Ջղայնության հետ կապված, բայց անգլերեն է, ես պիտի կարողանամ այդպես սինխրոն թարգմանեմ։ Ասում է ջղայնությունը քո թշնամին չի, ինքը մեսենջեր է, այսինքն նո ազդանշան է, էլի մի քիչ առաջ ասում եմ։ Հա։ Եթե դու լրացնես նրան, կարող է ինչ-որ կարևոր բան առհամարես։ Եթե թողես կառավարի քեզ, ինքը կվնասի ամենակարևորը։ Դժվարությունը այն է, the challenges in life, ասում է իմաստը այն չի, որ երբեք ջղայնություն չզգաս, այլ լսես, թե ինչ է ինքը քեզ ուզում ասի, ու հետո ընտրես ոնց արձագանքել։
Ապրես, նայ։ Ջղայնացավ ընկերու վրա, որ մատուցողի հետ խոսում են ճպտում է, չէ։ Նոր ասեցին, որ դա ունի ինչ-որ առաջնային կարիք։ Ինքը վախենա, որ իրան մենակ կթողան կգնա այդ աղջիկը, որ կարող է սա մատուցողի վրա սիրահարվի, գնա ինձ, ես մենակ մնամ, ինձ թողեն լքեն եւ այլն, ասել շարունակում։ Ու ինքը բարկանում է, որ իր պիտիներն ու իրականությունը չի համապատասխանում, ու ինքը այդ բարկությունը թափում է աղջկա վրա։ Էդի չես կարող կառավարես, կռիվ դառավ, անցավ գնաց հարաբերությունները կամ կշարունակվեն կամ չեն շարունակվի։ Կամ Հա, վնասեց։ ապրես, կամ գցում ես ներսդ, ուշադրությունը իրան չես դարձնում, անցնում ես առաջ, այդ դեպքում էլի կարա վնասի, որ ընկերուիդ կարող է ինադույա անում, որ միած ստուգի քեզ տենա, դու ինչ ես մտածում օրինակի համար։ Էն էլ անդեմարդ, բայց դե հիմա իսկ երբ որ դու իրան ապրում ես ու հասկանում ես ինքը ինչ ազդանշան է տալի, կորցնելու վախ ջղայնությունը այս պարագայում, չէ՞։ Դու միանգամից ընկերուդ կարաս ասես, ես հիմա զգում եմ, որ հնարավոր է դու սիրահարվես, շատ եմ ժողովուրդ sense մանրամասն ասում։ Բայց դե Ես չեմ պատկասում ինչ որ մի հատ։ Ապրես։ Ես մտածում եմ, որ դու հիմա սիրահարվես մատուցողին։ Մի հատ։ Հա, ես վախենում եմ, որ ինձ կարող է մենակ թողած գնաս։ Հասկացար։ Այդ ձեր այդ կարիքը պարտադիր է ասել, որ դիմացինը իմանա, նոր ասեցինք, մարդիկ չեն կարող մտքեր կարդան, նամյոկներով մի խոսացեք իրար հետ։ Առաջնային կարիքը ասելը ամոթ չի։ Երբ որ դու ինչ-որ մի հատ կարիք զգում ես, դիմացինիդ ասա, որ մարդը իմանա։ Քո հետ կարենա շփվի։ Մոթա լսեք մեր առաջին ոդկասթը։ Իսկ եթե ամոթա լսեք առաջի ոդկասթը։ Ինքնագովաս։ Հասկացար։ Այո։ Ես մեկը մտածում եմ, որ ես կպած ուզում եմ համոզեմ մարդկանց, որ ջղայնությունը լավ բան է։ Կարամ ասեմ ինչու։ Ես ունեմ իմ պատճառները։ Հապա։ Ես երկար ժամանակ չեմ զգացել ջղայնություն։ Ոչ մի տիպի, ես ոչ թե չեմ արտահայտել, այլ չեմ զգացել։ Այսինքն եղել են իրավիճակներ, որոնք չպետք է լինեին ի սկզբանե, իրավիճակներ, որոնք ինձ չպետք է դուր գային, տենց էլ եղել է, ինձ դուր չեն եկել, բայց ջղայնությունը այնտեղ չի եղել, որ ինձ ցույց տա, որ ես տեսնեմ, որ դա ինձ դուր չի գալիս։ Ու այդ չասեմ ջղայնություն արտահայտելու մասին, որ ես ջղայնություն արտահայտում եմ վերջի կես տարին, մինչև այդ ջղայնություն չեմ արտահայտել։ Ու մաքսիմում կարայի ջղայնությունս արտահայտեի, ավելի ճիշտ ոչ թե ջղայնանայի, նեղվեի, ոչ թե ջղայնանայի, ու այդ արտահայտվեր, չգիտեմ, մի կողմ քաշվելով, լռելով, լացելով, որպես այդպեսին ինձ ջղայնությունը չեմ օգտագործել ինձի պաշտպանելու համար, էլի։ Հա, չգիտես այդ ոնց է։ Ու ես մտածում եմ, հա, դե հիմա սովորում եմ։ Հա, հասկացա։ Ընդհանրապես, հա, չգիտեի։ Ու ես մտածում եմ, որ կա ջղայնություն, որը որ առողջ է, որովհետև ինքը ոնց որ թողնում է, որ դու քո սահմանները դու տեսնում ես, որ ինչ որ մեկը ջղայնությունը քեզ ազդակ է տալիս, որ սահմանս անցալ, պետք է սահմաններս պաշտպանեմ, կամ ջղայնանում ես, որ 2018 թվին չեն քաղաքականացնում, բայց հեղափոխությունը հիմքում ինչն էր, մարդկանց ջղայնությունը, չէ՞։ Ջղայնացան, որ էլ սենց չի կարա շարունակվի, փոփոխություն եղավ։ Այդ ջղայնությունը դրական բան ունի իր մեջ, որովհետև տանում է դեպի փոփոխություն։ Դու իրավիճակը հիմա ինձ դուր չի գալի, որ ես ջղայնանում եմ նրանից, որ ես չաղեմ, ես փոխում եմ այդ, նիհարում եմ։ Մա հարցը ինչու՞մն էր։ Որ ջղայնությունը դրական էմոցիա է։ Հարցը չի։ Դե ասեցինք, չէ՞ որ էմոցիաները ոչ դրական են, ոչ բացական, իրանք ունեն ուղղակի ազդանշանային բնույթ։ Հա, դա դու գիտես, բայց մարդկանց մեջ Դե ասում ենք, որ մնաց ասել իմանան։ Հա, որտեվ շատ մարդկանց մոտ նստած է, որ ջղայնանալը, որ ինչու ջղայնացի, ինքը վատ բան է, էլի։ Նայ, ջղայնանալ, նեղվել, ջղայնանալ, բարկանալ ու ագրեսիա։ Այսինքն sense մի հատ պատկաստ մեջ չէ, որ հերթով գալիս է։ Միանգամից ագրեսիա չես կարա զգաս, մի հատ նեղվես, հետո ջղայնանաս, հետո բարկանաս։ Ուրեմն
էմոցիաները կարան լինեն, կարան չլինեն, կարան լինեն տեղին, կարան լինեն անտեղին։ Okay. Նայ, տեղինա, եթե դու փողոցով քայլում ես, մեկը վերևից գլխից ջուր է լցնում։ Այդ պահին ջղայնանալը տեղին է թե չէ, դա հարցը։ Չէ, հարց չի, դա տեղին է, որ դու ջղայնանաս։ Դու քո համար անցնում ես, մեկը գլխից ջուր է լցնում։ Անտեղի է, երբ որ ընկերուհուդ մատուցողի հետ ուղղակի շփվում է, ասենք։ Ոյ, ես էլի քո հետ համաձայն չեմ։ Լսի, կարան լինեն ֆունկցիոնալ ու ոչ ֆունկցիոնալ։ Ֆունկցիոնալը երբ որ տեղին է ու դու բարկանում ես, ոչ ֆունկցիոնալը երբ որ անտեղին է ու դու բարկանում ես։ Էմոցիաները մարդու կյանքում անխուսափելի են, էլի եմ ասում։ Ուզես դու էմոցիաս գալու ես, բայց դրանց քանակը ու հաճախականությունը, թե ինչքան դրանք քո մեջ կմնան, դու ասեցի, չէ, 20 վայրկյան է տևում։ Դա արդեն քո ընտրությունն է ու քո մտածողության արդյունքն։ Դուրս չի գալիս, որ մի ջղայնությանը ասում ես տեղին, մեկին ասում ես անտեղին։ Ինչի՞։ Որովհետև արժե զրկում ես Ինչը։ այդ տղայի արժեքները, մի քիչ տավտալոգիա եղավ, արժե զրկում ես արժեքները, որ ինքը այդ արժեքը ունի, որ ինքը պահպանողական է։ Իր կինը, ես չեմ ասում ինքը ճիշտ է։ Ես չեմ ասում, բայց ես իր փոխարեն, ես եմ հիմա այդ քարտու տղան, ես եմ։ Ոչ մեկին իր կինը չպետք դու իրան դու երբ որ ասում ես, որ ինքը անտեղի բարկություն է, անտեղի ջղայնություն է, իր էմոցիան ոնց որ դու չես թողում, որ ինքը այդ էմոցիան զգա։ Մի հատ էլ բացատրեմ։ Թե արտահայտի։ Մի հատ էլ բացատրեմ։ Okay. Ջղայնությունը այդ պահին, այդ մեր օրինակի մեջ ինքը անիմաստ է։ Ինքը գոյություն ունի մենակ այդ տղայի մտածելակերպի հաշվին։ Հիմա մարդը հիմա փողոցով արժեքը ընտանիք լսի քո ասած արժեքը, որը ասենք պահպանողական է ու ենթադրենք մարդու կյանքում ընտանիքը արժեք է։ Այդ արժեքը չի կարա մարդու կյանքում ըլնի, պետք է ու պարտավոր է դիրքից։ Հասկանում ես։ Չես կարա քո արժեքը փաթաթես դիմացինից վզին։ Բայց դա քո հենց հիմա դա քո արժեքն է, որը փաթաթում ես մնացածի վզին։ Ես Չէ, ես բացատրում եմ ուղղակի։ Կընտրեն, չեն ընտրի, կհասկանան, չհասկանան, ինձ համար ընդհանրապես մեկը կապրեն էս իմ ասածով չեն ապրի, ինձ вообще չի հետաքրքրում։ Հասկացա՞ր։ Ես այդպես բաներ չունեմ։ Դե հիմա նայ։ Երբ որ մարդը քայլում է ու իրան վերևից ջուր են լցնում, հիմա ինքը կարա ջղայնություն զգա։ Ինքը իրավունք ունի ջղայնություն զգալու։ Նույն ձև իրավունք ունի ջղայնություն զգալու տղան, ում ընկերուհին նայում է ուրիշ աղջկա։ Ուրիշ տղայի, հա։ Տարբերությունը ոնց բացատրեմ ես քեզ։ Նայ։ Այդ ախր դու պետքարանները հիշում ես, ինչա։ Չէ։ Պետքարանները այնա, որ մարդը իր ներսում ունի։ Պիտի սենց լինեմ ես, պիտի սենց լինի դիմացինս ու պիտի սենց լինի աշխարհը։ Ու եթե դրանք իրար չեն համապատասխանում, մարդը կարա բարկանա։ Բայց այդ բարկությունը արդեն անիմաստ է, ոնց բացատրեմ այդ բառը, որ դու։ Ինձ դուր չի գալ, որ դու ասում ես անիմաստ է։ Ես հասկանում եմ, որ իր արտահայտելը միգուցե ինչ որ մտածելակերպից նայելով, ինչ որ տեսանկյունից նայելով, երբ որ մարդը քո սեփականությունը չի, դու չպետք է ինչ որ մեկին եւ այլն։ Դրանց նայելով ես հասկանում եմ, որ ինքը այդքան էլ տեղին չի լինի, որ ինքը արտահայտի բարկություն, ասի մի նայի այդ տղային կամ չգիտեմ ինչ, բայց էմոցիան ինքը իրավունք ունի զգալու։ Եթե ինքը չզգա այդ էմոցիան, ինքը ոնց հասկանա, որ իր շուրջը հիմա եղավ մի բան, որ իր դուրը չի գալիս։ Կարող է իր հաջորդ քայլը լինում է ինքը իրան փոխելը, բայց ասեցի չէ որ ջղայնությունը
ինչ որ բան, ինչ որ փոփոխության էլ է տանում, մոտիվացիա է փոփոխության համար։ Կարող է ինքը ջղայնանում է ու հասկանում է, որ հա, ջղայնացա, ուրեմն դուրս չի գալի, որ ընկերուհիս նայում է ուրիշ տղայի կամ ժպտում է ուրիշ տղայի, օքեյ, կարող է փոխեմ ինձ կամ որոշեմ, որ չէ, չեմ փոխում ինձ, ես տենց եմ։ Դե ես բա ինչ եմ ասում։ Ասում ես իր ջղայնություն զգալը անտեղի է։ Այդ ինձ Լսի, ես մի քիչ առաջ ասեցի, չէ, էմոցիաները մարդու կյանքում անխուսափելի են։ Ասեցի, շարունակությունը։ լինում ու անտեղի։ Դրանց քանակը ու հաճախականությունը քո ընտրությունն է ու քո մտածողության արդյունքը։ Այո։ Այս քո հարցին ես սրանով պատասխանեցի։ Դու զգացիր բարկությունը, 20 վայրկյանն անցավ ու դու թե ինչ արեցիր, հասկացար, դա ամեն օր կրկնվում, թե կյանքում այդ մի անգամներ եղավ գնաց։ Հաճախականություն ու քանակ։ Ու երբ որ դու պիտի ամեն փոճուր բաներից այդպես անընդհատ նեղանաս, անընդհատ բարկանաս, անընդհատ ինչ որ ագրեսիա ստեղծես, կամ հետո այդ ագրեսիան հավաքես ու մի օր sense նենց այդ ագրեսիան ասենք մամայի հետ խանութ գնալուց թափեց, ասեց ես տիկնիկն եմ ուզում ինձ համար առեք, ես տիկնիկն եմ ուզում ու քո համար չառնեն, ասենք դա անիմաստ է, անտեղի է, հասկանում ես։ Հասկանում ես ինչ նկատի ունեմ։ Չէ։ Ուզում եմ համաձայնես, որ ցանկացած պահի, ցանկացած էմոցիա զգալու իրավունք մարդը ունի։ Այո։ Վերջ, շնորհակալություն, դա էր ասածս։ Բայց թե այդ էմոցիայից հետո ինչ կանի, այդ արդեն իր ընտրությունն ու իր մտածելակերպի արդյունքն է, հասկացար։ Դու ուղղակի չես կարող ասես փակես քեզ ներսից, всё, ես էլ ագրեսիա չեմ զգում, ես էլ չեմ ջղայնանում, всё, ես sense երկաթի sense ռոբոտ եմ, ոչ մի էմոցիա չունեմ, չէ։ Դա գալու է։ Դու ինչքան էլ քեզ համար մեկ էլ մի թե ինչ էլ լինի նա այս աշխարհին, նենց որ ինչ էլ լինի նորմալ է, դու մեկը ավտոբուս բարձրանալուց մեկը հրի ներվայնանալու ես։ Ինչքան էլ դու մտքիդ մեջ պատկերացնես, որ նորմալ է, որ կարամ ավտոբուս բարձրանալուց մեկը շտապելուց լինի ինձ հրի, դա նորմալ է, որ կարամ արդեն մի բռազմա կաղա հիվանդանոց է գնում, չէ։ Ինչքան էլ մեջը դա լինի, բայց հենց այդ բանին ասես ներվայնանում ես, ասենք։ Okay։ Բայց եթե դու դրանից հետո ֆռում ես մի հատ էլ դու ես խփում, ասես արի թե արալ, ոնց թե դու չպտի ինձ հրեիր, ասենք, չէ։ Այդ արդեն մտածողության արդյունքն է, այդ արդեն հետոյի որոշումն է, թե դու ինչ ես անում, ընտրությունն է, թե դու ինչ ես անում դրա հետ։ Մեկը ասել սկզբից որ ասեցիր մի անգամից այդ ագրեսիան դուրս է գցում կռիվների, գոռոցների, ասենք, վեճերի բանի տեսքով, մեկն էլ այտենց հավաքում, ոնց որ ասեցի, հետո ինչ որ մի հատ պահի նոր պայթում է։ Բայց ոչ մեկը խրախուսելի չեն, չէ։ Ոչ մեկ խրախուսելի չէ։ Ոչ մեկ խրախուսելի չէ։ Դու ներվայնացար, թո, всё, այդ 20 վայրկյանն անցավ, հանգստացար։ Հասկանում ես, որ նորմալ է, որ մարդը կարա հրի, ասենք։ Նեղված կա կամ շտապում է կամ էսի մազա մի բան կարա լինի, սոված է, սովից մեռնում ազգա շուտ հասնի խանութ։ Հասկացար։ Այդ էմպաթիայի պահն է, էլի որ քեզ մի հատ դիմացինի աշկերով նա ինչ կարա եղած լինի։ Կարող է կոշիկը ոտերես ծխմում է արագ ուզում է գնա նստի հանի։ Okay, բայց դու այդ պահին Դու դու այդ պահին իրավունք ունես ջղայնանալ։ Ոչ թե իրավունք ունես, դու ուզած չուզած ջղայնանում ես, դա նորմալ է, դա մեր մի մասն է, մենք չենք կարող մեզանից դա պոկենք, հասկացար։ Պետք է քեզ վատը զգաս, որ Այ ապրես, առավել եւս վատը զգաս, քեզ ասես ով եմ ես, ես խի ներվայնացա, ես պետք է չներվայնանամ, չէ։ Բայց արդեն հետագա ընտրությունը ու գործողությունները այդ արդեն գալիս են նրանից, թե դու ոնց ես вообще մտածում, էլի։ ու սենց բաներ կա, փոքր ժամանակ միշտ տենց ասում են երեխեքին, ես չգիտեմ խի միշտ գնում եմ դաստիարակություն երեխեքի, որ ասում են, որ
լավ մարդիկ չեն ջղայնանում, Տղեն չի լացում։ տղան չի լացում, ջղայնանալը լավ բան չի, կամ որ ասում են, կամ երեխու մոտ նստում է այն մտածելակերպը, որ եթե ինքը ջղայնացավ, ուրեմն ինքը վատ մարդ է։ Ոնց ես դաստիարակում երեխուն, որ ճանաչի ջղայնանալը, ու սովորի ինչ անել դրա հետ։ Ոնց դաստիարակես երեխուն, որ ինքը հասկանա ինչա ջղայնանալը, հա։ Ընդհանրապես չարգել ես։ Որպես երկու երեխաների։ Ընդհանրապես պետք չի արգելել երեխային ինքը իր էմոցիաները արտահայտի։ Որտեղ ուզում ալնի, ինչ իրավիճակ ուզում ալնի։ Ընդհանրապես երեխու հետ արտահայտի, չարգել ես, որ ինքը արտահայտի։ Ինքը ուզում է լացի, թող լացի, ուզում է որտեղ ուզում ալնի, ինչ իրավիճակ ուզում ալնի, ուզում է լացի, թող լացի, ուզում է գոռա, թող գոռա, ուզում է խնդա, թող խնդա, հասկացա՞ր։ Պետք չի արգելել ոչ մի բան երեխու։ Էմոցիաները արտահայտել նկատի ունեմ։ Ձենը չլսեմ սուս մնա չլացեսել, որ ես վրա ջղայնանում եմ, դու մի հատ էլ լացնում ես։ Հասկացա՞ր։ Պետք չի, տենց երեխան ուզում է լացի, թող լացի։ Դու տենց ծանոթացնում ես իրան հնարավոր ամեն մի էմոցիայի հետ ու երեխան սովորում է դրանց հետ ոնց աշխատի, հասկացա՞ր։ Տես դու ասում ես, ես չգիտեի ջղայնությունը ինչ էր, որովհետև քեզ արգելել են, չջղայնանաս, իրավունք չունես, քեզ պային ես ոնց որ ես եմ ասում, ես ավելի լավ գիտեմ քեզ ինչա պետք է դու։ Ну չեմ հիշում ճիշտն ասած արգելել են թե ինչ են աղել։ Ես բառացի չեմ ասում, իրանք քիչ կարող ուրիշ։ Դե կարող է մերոնք լսեն, չմտածեն հիմա վատը զգան իրանց, չեն արգելել։ Ուղղակի ես նոր եմ բարձել, որ ես ջղայնանալ չգիտեի։ Էդի կարա նրանից լինի, որ ընդհանրապես դրա առիթը չի ստեղծվել ջղայնանալու տանը, հասկացար, բացակայությունը։ Չի կարա, հա, կարող է։ Ու դու չես իմացել ուղղակի։ Բայց դժվար, գոնե մանկապարտեզում կամ դպրոցում պիտի մի բանի վրա ջղայնացած լինեի։ Ես մանկապարտեզ չեմ գնացել։ Դպրոցում ջղայնանամ։ Ես այդ էմոցիան չեմ ապրել շատ երկար ժամանակ, չեմ ճանաչել ավելի շատ եղել է նեղվելը։ Նեղվեմ լացեմ։ Ջղայնանամ ու փոխեմ չի եղել։ Ջղայնանամ ու պաշտպանեմ, ջղայնանամ ու չթողնեմ սահմանս անցնեն, ջղայնանամ ու իմ մոտ տպավորությունը, որ ջղայնանալը ուժեղացնող էմոցիա է։ Ուրախանալը չէ։ Ուրախանալն էլ է ուժեղացնող էմոցիա, բայց ջղայնանալը շատ ուժեղացնող էմոցիա է, որ Իսկ հիասթափվելը։ Հիասթափվելը չէ։ Հի։ Ուժեղացնող չի։ Ինչ իմանաս, հիասթափվեց ես, ասենք, տանը ապրելուց, էլ չեմ ուզում ես տանը ապրեմ, ուզում եմ ավելի լավ տանն ապրեմ, հիասթափվել եմ ու գնում եմ ինձ մի հատ ավելի լավ տուն եմ սարքում։ Տեսա՞ր։ Լավ, ես հիասթափվելու հուսալքվելը բան արեցի երևի։ Դե հուսալքվելն էլ կարա ինչ-որ մի հատ ուժեղ մոտիվացիա, sense ստիմուլ տա, որ գնաս ինչ-որ մի հատ գործ անես։ Հա, այստեղից եզրակացություն չկան վատ եւ լավ էմոցիաներ։ Դե ինչ, այսքան ժամանակ ասում եմ, իրանք ընդհանրապես աստանշան են։ Ոչ մի բան, բայց մեզ չեն սովորացնում, էլի, հենց խնդիրը դրանում է, մեզ չեն սովորացնում, որ դա աստանշան է ու չեն սովորացնում, թե որը ինչ ազդանշան է, հասկացար, ու ինչ անել այդ ազդանշանի հետ։ Լավ, հա, ես ջղայնացա, հետո ինչ անեմ։ Դու չգիտես, դու նոր եկել ես այս աշխարհ նայում ես, ուտենում ես, որ մեծը, ըհը, այդ ազդանշանն եկավ, իրան պահեց կոնկրետ այս ձևով, կոնկրետ այս խոսքերով, կոնկրետ այս վարքով։ Ուրեմն նորման է դիա, որովհետև ինքը հասել է 73 տարեկան է, ես էլ 3 տարեկան եմ, ուրեմն այդ ձևով, всё, ես էդի վերցնում, ես տենց ապրում եմ։ Դե հիմա արի հետ գնանք մեր օրինակին։ Ահա։ Տղայա, որը ունի այդպիսի մտածելակերպ,
որ իր ընկերուհին չպետք է նայի, ուրիշ աղջկա։ Անդադ ասում աղջկա, տղայի։ Տղայի ապրես։ Եվ ընկերուհին նայեց մատուցողին եւ ֆլիրտ արեց իրեն։ Ինչ է անում տղան։ Իդեալական դեպքում։ Իդեալական դեպք։ Իդեալական դեպք գոյություն չունի։ Հետի մեկ, երկրորդը։ Պատկերացրած, Երկրորդը։ գիտեմ, ես գիտեի, Երկրորդը, նայ, գիտեի, որ նայ, ասես։ հարաբերությունների մեջ ներդրում անում են, թե մյուս կողմը հավասարապես։ Եթե գոյություն ունի մի հատ հարաբերություն, 50% պատասխանատու է մեկը, 50% պատասխանատու է մյուսը։ Հասկացա՞ր, այնպես չի լինում, ես 70% եմ մեր հարաբերությունների հիմա վիզ դնում, դու 30%։ Դա հարաբերություն չի, մոռացեք, всё, թողեք, շփվեք այդ ձևի մարդու հետ։ 50-50։ Հարաբերությունները հիմնվում են 5 կետի վրա, 5 կետը հիմա չթվարկեմ, ու այդ ամեն մի 5 կետը պիտի նախորոք դնես մեծ մարդու նման քննարկես։ Ես սիրում եմ, որ գալիս եմ տուն, նասկիներս հանում եմ, գցում եմ դիվանին ու ինձ համար պարկում եմ։ Դա քեզ օքեյ է։ Դու որ իմ հետ շփվես, ես այտենց եմ ինձ պահելու, քեզ օքեյ է։ Ես սիրում եմ ամիսը մեկ ընկերներիս հետ գնամ, ասենք ձկնորսության ինչ-որ միտեղ 3 օրով չգամ։ Դա քեզ օքեյ է։ Այդ հոբիների շարքից ասենք։ Հասկացա՞ր, աշխատանքի բաղ։ Ես սիրում եմ այս գործերով զբաղվել, պատրաստվում եմ իմ կյանքը այս մասնագիտությունների հետ կապեմ։ Քեզ օքեյ է։ Ես կարող եմ ուզում եմ ռեժիսոր դառնամ, ես էլ քեզ հավանում եմ, բայց որպես ռեժիսոր ես ամիսներով կարող տուն չգամ, քեզ դա օքեյ է։ Մի քիչ շատ բան չես ասում, որովհետև կարող է 8 տարի իրար հետ ապրում են, մեկ էլ մարդը որոշում է մասնագիտությունը այտենց փոխի։ 50-50, պիտի դնի քննարկի։ Հա։ 50-50 ժողով։ Հա ենթադրենք օքեյ չի։ Նայ։ Բաքում այգի ունես։ Բաքում այգի ունեմ։ Okay։ Ինչ որ մի հատ զույգա Բաքում այգի ունի, ու այդ այգին մենակ աղջիկն է ջրում, ամեն ինչ մաքրում, դզում, փչում, ու այդ այգին ծաղկում է։ Ու տղեն մենակ գալիս է նստում է այդ այգին վայելում է։ Դա նորմալ է։ Չէ։ Նույնն էլ հարաբերություններն են, ոչ մի տարբերություն։ Չէ։ Շատ բան ասեցի, չէ, բայց հա կարող է ինչ-որ պահի նորմալ լինի, որովհետև կարող է տան մնացած բոլոր գործերն էլ տղան է անում, կինը մենակ այգին է անում։ Դու լսի։ Նորմալ է։ Այգին, ընդունի որպես փոխաբերություն, դա հարաբերությունն է։ Հա, դե հասկացա, ես համաձայն եմ, որ 50-50 է։ Ապրես։ Բայց որ հարաբերություններից ամենա սկզբում պիտի քննարկվի։ Դե հա լավ, պետքա քննարկվի։ Բայց այդ ինչի համար էիր ասում։ Այդ նրա համար էի ասում, որ Իրիկունը գնաս սրճարան ու ընկերուհիդ ինչ-որ մեկին ժպտա, դու պատրաստ լինես դրան։ Դու իմանաս ինքը ժպտալու է, թե չէ։ Ու եթե քեզ դա օքեյ է, դու այդ մարդու հետ շփվում ես, եթե քեզ դա օքեյ չի, ասում ես հաջողություն։ Всё։ Ամենալավագույն ճակատամարտը այն է, որ տեղի չի ունեցել։ Դու հենց սկզբից սա հարցերի պատասխանները փակում ես, որ մյուս օր ոչ մի խնդիր չլինի, հասկացա՞ր։ Ինձ համար օքեյ չի, որ իմ կողքի աղջիկը, ոնց որ դու ես ասում, ես ավանդապաշտ մարդ եմ, իմ կողքի աղջիկը գլուխը կաղ չի քայլելու։ Ամենասկզբից քննարկում ես, այդ աղջիկն ասում է, ես ազատություն սիրող եմ, ես չեմ կարող գլուխս կաղ կողոտ քայլեմ, հաջողություն։ Всё, իրանք իրար հաջողություններին գնացին։ Ասերը։ Okay։ Այդ հարցում չեմ կարող պատասխան տամ, չի գնա։ Այդ вообще մեր թեմայից էլ չի։ Ճղայնությունն է։ Նայ։ Այսքանով ավարտենք էլի։ Երկու հատ միտք ասեմ ու ավարտենք։ Դու շատ բան ես ասելու։ Չէ, երկու հատ ասեմ։ Նայ, հենց ինչի է մարդը ջղայնանում, չէ՞։ Մենք ասացինք, որ պիտի պատճառը հասկանանք, որ հետո հասկանանք, թե հետևանքի հետ ինչ անենք։ Ուրեմն ասացի, որ ինքը ունի ինչ-որ պետքարաններ, ու որ իրականությունը դրան չի համապատասխանում, ինքը ջղայնանում է։
ու ինքը դրա համար ամեն ինչ անում է, որ վերահսկի դիմացինին, կառավարի դիմացինին, որ դիմացինը տեղավորվի իր պետքարանների մեջ, որ կառավարելի լինի, ինքը չբարկանա, հասկացար, ու դրան էդի մտածողության արդյունք է։ Հիմա ինչ մտքեր են ունենում այդ ձերի, ասենք, տենց բարկանալու պահին մարդը ինչ մտքեր է ունենում, դու քեզ այտենց պետք է չպահեիր, ոնց կարայիր դու քեզ այտենց պահես, դու պիտի պահես այնպես քեզ, ոնց որ ես եմ ուզում, չէ՞, ես աշխարհում ամենալավն եմ, ես գիտեմ մենակ որն է ճիշտը, որն է սխալը, դու պիտի ինձ ենթարկվես, պիտի իմ հետ հաշվի նստես, հասկացար, ու իսկ իրականությունը, որ ուրիշ է ու անտանելի է, չի բռնում քո բանի հետ, պետքարանների հետ, դու քեզ վատ ես զգում, որ ինչի չբռնեց, իսկ որ այդ վատ զգալու այդ ցավը չզգաս, դու սկսում ես մանիպուլացնել դիմացինին, որ ինքը քեզ ենթարկվի, ու այդ ցավը քո մեջից ասենց կոպիտ ասած դուրս գա, այդ անհանգստությունը, այդ չբավարարված ելնելը, հասկացա՞ր ինչ է կատարում։ Այսինքն դու պիտի հիմա սենց չանեիր, բայց դու արեցիր, ես քեզ թաքուն ասում եմ, ես քեզ թաքուն կամ մանիպուլյացիայի տեսքով ասում եմ, որ սենց մի արա, այդ իմ պատկերացման ոդկասթի մեջ ինչի մտնում, որ իմ հյուրը պետք է սենց անի, դու էլ ենթարկվում ես ու ես հանգստություն եմ զգում, որ վсё, իրականությունը իմ սպասելիքներին, իմ պետքարաններին համապատասխանում է։ Եթե երկրորդ անգամ էլ արեցի, ես մտածելու եմ, այս մարդը չհասկացավ, ես նոր ինչ ասացի, նոր ասեցի, որ պիտի չանի, էլ ինքը նման լսրանն նայի է, չի հասկանում։ Ես ինչքան համարձակություն ունի ու քանի գնում, արդեն ոնց ասում, ապրես ջուրը եռում է ու սկսում է կացայի կրճկեն շպրտելը։ Հասկացար, բայց ագրեսիան մարդը պիտի իր աչքի առաջ արդարացնի, որ ինքը իրան իր ագրեսիայի համար մեղավոր չհամարի, ոնց որ դու ասեցիր։ Հիշում ես։ Ու դրա ամենալավ ձևը արդարանալն է, որ ես պաշտպանում եմ իմ անձնական սահմանները, իսկ անձնական սահմանները դա հեքիաթ է, գոյություն չունի ընդհանրապես, մոռացի դրա մասին։ Ինչ անձնական սահմանի մասն է խոսքը, դրա մասին հետո կխոսանք։ Հիմա ուղղակի տենց զարմացի։ Թող սենց կախվի այդ նոտան, տենց մնա։ Հասկացար, դու անձնական Այսօր այսքանը։ Ոնց թե անձնական լավ, հաջորդ ոդկասթը անձնական սահմանների մասին է։ Երա։ Ուրեմն պետք չի այդ անձնական սահմանների հեքիաթը օգտագործել, որ հնարավորություն ունենաս պատժես դիմացինիդ, որ ինքը չի համապատասխանում քո պետքարաններին, հասկացար։ Ինչ ես ջղայնանում, դե ոնց չջղայնանամ, ինքը իմ անձնական սահմանների մեջ համտե, չի թողում ուրիշի հետ խոսամ։ Հա։ Դա մանիպուլյացիա է։ Մանիպուլյացիա չի։ Մանիպուլյացիա է։ Ես դեռ կմտածեմ այդ մասին։ Всё, ես քեզ այն որ ասում են մտածելու sense տեղիք եմ տալի, կմտածես հաջորդ ոդկասթին տեսնենք ինչ հարցեր ես ունեն։ Okay։ Հարցեր։ Չունեմ։ Հասկացար ինչա բարկությունը, ինչա ընդհանրապես էմոցիան, խի առաջանում ու ոնց է ալնում։ Այո, եւ հուսով եմ, որ մեզ լսողները նույնպես ինչ-որ բան քաղեցին այս ոդկասթից։ Հա, իմ վրա էլ ահավոր ջղայնացան, իմ այս մտքերի համար, որովհետեւ շատ ռիսկի բաներ եմ ասում էլի, հա։ Ահա։ Նայ, այս վերջինն էլ ասեմ, որ պիտի վերանայվի ձեր պետքարանները, պիտի ընդունեք այն փաստը, որ գոյություն ունի իրականություն ու ձեր հետ չի համապատասխանում, այդ երկուսն իրար հետ համեմատեք ու համեմատության ընթացքում հասկանաք, որ ձեր ագրեսիան անիմաստ է, իսկ թե դա ոնց անեք, ընդհանրապես մի 4-5 հատ հարց է, դա ասեմ ու վերջացնենք, որ քեզ էլ օգտակար լինի։ Հա։ Давай։ Նայ, այն թե քո պետքարանները իրանից ինչ են ներկայացնում, ոնց կարաս իմանաս։ Ինչի հիման վրա եմ ես այտենց մտածում։ Ինչի եմ ես մտածում, որ իմ ընկերուհին պիտի չժպտա։
Հասկացա՞ր։ Ով է ինձ տենց բան ասել։ Ինչ փաստեր կան դրա վերաբերյալ, իրադարձության վերաբերյալ, որ դա եղավ, ինչ փաստ կա, որ դա տենց է։ Եթե տեղի է ունենում A, դա արդյոք նշանակում է, որ B, այսինքն, եթե ընկերուհիս ժպտաց, դա հաստատ նշանակում է, որ ինքը ինձ թողելու է գնա։ Հասկացա՞ր, երբ տեղի է ունենում A, արդյոք դա նշանակում է B։ Կոնկրետ ոնց եմ եկել այդ ենթադրության, որ եթե A, ուրեմն B։ Ինչ ապացույցներ կան դրա մասին։ Իմ կյանքում եղել է այնպես դեպքեր, որ եղել է A, հետո եղել է B, ու էսի այդ հիմք եմ ընդունել, որ միշտ տենց է լինելու։ Հասկացա՞ր։ Ու եթե դա տեղի է ունենում հենց այս պահին, նշանակում է արդյոք դա, որ սրանից հետո միշտ այդ նույն բանը լինելու է։ Էսի այն հարցերն է, որ քո համոզմունքները sense մի հատ երկրաշարժի է ենթարկում, էլի։ Դու քեզ կասկածի տակ ես դնում։ Հիմա ոնց գնահատես իրականությունը։ Իրականությունը պիտի ուղղակի տենաս, հասկանաս, ոչ թե քո պատկերացումներով ենթադրես, այլ տենաս։ Ինչ է հիմա տեղի ունենում կոնկրետ այս բային։ Ինչ է կատարվում փաստացի, ոչ թե որ ես ենթադրում եմ, որ ընկերուհիս ժպտաց, որովհետև ուզում է ինձ թողա, այլ ինչ է կատարվում փաստացի, տրամադրությունը լավ է ժպտաց։ Հասկացա՞ր։ Ու ինչ ենթադրություններ եմ անում ես դրա հիման վրա։ Իրադարձությունը եղավ, ես ինչ ենթադրություններ եմ անում։ Ինչ մտքեր ունեմ։ Հասկացա՞ր։ Ինչքանով եմ ես պատրաստ խոստովանել ինքս ինձ, որ ինչ կատարվում է փաստացի հիմա ու այն պայմանները, որոնց շնորհիվ հիմա տեղի է ունենում այդ իրադարձությունը, իրար հետ հավասար են։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Հա։ Համարյա։ Պիտի քեզ խոստովանես, որ քո պետքարանը ու քո իրականությունը, ինչը որ փաստացի հիմա տեղի է ունենում, կարա իրար չբռնի 100%-ով իրանք իրար կյանքում չեն բռնելու։ Ու նորմալ է։ Ու պետք չի բարկանալ դրա համար, էլի, որ չի բռնում իրականությունն ու քո պատկերացումները։ Ու այս հարցերին որ պատասխանես, կհասկանաս քո համոզմունքները որն է ու իրականությունը այդ բային ոնց է տեղի ունենում, իրար հետ արդեն կհամեմատես ու կհասկանաս ինչ անես դրանից հետո։ Հարցեր։ Հրաշալի։ Չունենք։ Հույս ունենանք ինչ որ մեկը ինչ որ մի բան կվերցնի ստեից։ Այո, եւ թող ջղայնանալու առիթներ քիչ լինեն։ Այո։ Մարդիկ մի ջղայնացեք, հա։ Կենաց եմ ասում։ Всё, դե ինչ հանդիպում, հա, հաջողություն, քեզ երկար չտանջեմ ուրեմն։ Եթե էլ ասելու բան չունես։